Պարապ չեմ, ես միշտ ինձ զբաղմունք եմ գտնում։ Նամանավանդ երբ որ սկսեցի նկարել, նկարչությունը ինձ մոտեցրեց բնությանը մեկ, հետո բազմաթիվ գործարքների մեջ ես սկսել եմ շատ հմտանալ։ Կարում եմ ինքս իմ շորերը, գործում եմ ամբողջ օր, կարդում եմ, սպորտով եմ զբաղվում, ամենակարևորը դա ինձ լիայվ ուժ է տալիս հաջորդ օրվա համար։ Ես գիտեմ, որ դուք չեք սիրում հեռախոսով խոսել եւ չեք ընդունում, երբ երիտասարդները շատ երկար հեռախոսով խոսում են, անիմաստ, գուցե երբեմն։ Կարևոր բաները զանգ տան իրար հետ խոսել, բայց ամբողջ օրը զբաղվեն հեռախոսով, նախ դա առողջության համար է վտանգավոր շատ։ Հիմա աչքի տեսողությունն է վատացել մարդկանց մոտ, հիշողությունն է սկսել կորել մարդկանց մոտ, հիվանդություններ կան ժառանգական, որոնք շատ թարմացել են։ Դա կապում են հենց այդ մեր տեխնիկայի զարգացմանն հետ։ Դա կարելի է օգտագործել, բայց գրագետ ձևով։ Տիկին Էլֆրիդա, ես գիտեմ, որ դուք լավ մասնագետ եք եղել, օրինակելի մայր, ինչպես եք կարողացել տարիներ շարունակ համատեղել այդ երկու դերերը, այդ երկու կարևոր գործերը։ Գիտեք ինչ, մարդը եթե ճիշտ կարողանա իր ժամանակը տեղաբաշխի, կլինեն այդ ժամերը։ Ես իմ երեխաներին եւ լավ կրթության եմ տվել, երաժշտության եմ տվել, լեզուներ են սովորել, ոչ մի բանի մեջ նրանք ոչ մի պակասություն չեն ունեցել։ Բայց ես ունեցել եմ նաև իմ հետաքրությունների սահմանը։ Ամեն մարդ, ինչքան էլ, այսինքն ջահել ժամանակ դետենց չես մտածում։ Տարիքի հետ ես հասկացա, որ ինչքան էլ սիրում ես քո երեխաներին, ինչքան քո շատ այդ սերով շատ ժամանակ կարող ես խանգարել նրանց։ Ամեն մարդ դի ունենա իր հոգում մի փոքր անկյուն, որ իր սեփական տարածքը լինի։ Եվ ոչ ոք այդտեղ չկարողանա մտնի տափանցի։ Դա կարող է քեզ հետ գնա այս աշխարհից, բայց այդ անկյունը քոնն է, ոչ մեկինը չի։ Գոնե այդ մի փոքր անկյունը։ Շատ ժամանակ ծնողներին թվում է, որ այդքան խառնվում են երեխաների կյանքում, իրանք օգնում են։ Չէ, ամեն մարդ ինքը իր ձևով է ուզում իր ապագա ընտանիքը ստեղծի։ Գուցե ես սխալ եմ եղել, իմ սխալը ոնց թելադրեմ նրան։ Թող ինքնուրույն մեծանան մի քիչ։ Նամանդ ամուսնանալուց հետո։ Հիմա օրինակ շատ նույնիսկ ֆիլմեր են նկարահանում հարս ու կես ու հարաբերությունը զոնկաճոպեսա։ Դրանք արդեն երրորդ պլան պետք է գնան։ Երեխաները իրանք պետք է ինքնուրույն ապրեն, ինքնուրույն մեծանան եւ առանձին ապրեն։ Ամենակարևորը, որ հետագայում իրանք էլ իրանց ձևով իրանց երեխեքին ուզենան դասերակել։ Ես գիտեմ, որ դուք շատ հետաքրքրություններ ունեք, հոբիներ ունեք, զբաղմունքներ, մասամբ թվարկեցիք, մի քիչ ավելի մանրամասնեք, թե որոնք են ձեր հետաքրքրությունները։ Ես միշտ սիրել եմ ճանապարհորդել։ Ես երբ որ աշխատում էի ռադիացիոն տեխնիկայի հատուկ կոնստրուկտորային բյուրոյում ավագ ինժեներ, նոր էի ընդունվել աշխատանքի, ավարտելուց հետո ինձ ուղարկեցին, գործուղեցին Մոսկվա։ Մոսկվայում իհարկե աշխատում էի հայտնի գիտնականների հետ, Խաչատուրով, ատոմշիկներ, ատոմէներգիայի մասնագետներ, Դրոբեց Ալբերտը հրեաներ, էլի ատոմային մասնագետ, ունեի թեմա գիտական, բայց երեխաներս են տարիքում էին, որ ես մենակ թողնել չէի կարողանում։ Մի տարի աշխատելուց, 2 տարի աշխատելուց հետո դուրս եկա։ Չնայած շատ հետաքրքիր էր։ Դա նաև ինձ ստիպում գործուղման գնալ անտատ, որը չէի կարող թողնել երեխաներիս։ Ու մտա մանկավարժական գործունեության մեջ, որտեղ որ աշխատել եմ սիրով, գլուխ չեմ պահել, նվիրով եմ աշխատել։ Իմ աշակերտներն մինչև հիմա ինձ հետ կապի մեջ են։ Իրանց խորհուրդներով, իրանց զգացմունքներով, ամեն ինչով ինձ հետ կիսվում են։ Սիրել եմ շատ ճանապարհորդել։ Ամենահետաքրքիր ճանապարհորդություններից մեկը այն էր հեռավոր արևելք։ Կուրիլյան կղզիներ, Կամչատկա, դա ինձի խումբեր, որտեղ ներգրաված էին տաղանդավոր գիտնականներ, մարդիկ, հրաբխագետներ, բժիշկներ, եւ որոշեցին 15 հոգի բարձրանան Էլբեկոն, հրաբխային լեռը նայելու, որը 30 կիլոմետր բարձրություն, 30 կիլոմետր պետք է քայլես ոտքով։ Ես արդեն 50 տարեկան էի այդ ժամանակ։ Հետ եկանք թնդանոթներով նավի վրայի թնդանոթներով մեզ դիմավորեցին, շատ լավ հյուրասիրեցին ու քանի որ ես մենակ գիտնն էի այդ էքսպեդիցիայի մեջ, ինձ անվանեցին օվկիանոսի կասատկան եւ դիպլոմ տվեցին, որպես այդ լեռը բարձրացող
միակ կինը եւ հաջող վերադարձող։ Եվ գիտեք ինչ, ծնողի ամենամեծ մենաշնորհը երեխու համար երեխան շնորհակալ կլինի ծնողին այն դեպքում, որ ծնողը ժամանակին կարողանա այդ երեխու մեջ նրա ընդունակությունները հայտնաբերի։ Տիկին Էլֆրիդա, ինչպես եք հարաբերվում ձեր թոռների հետ, ինչպես են նրանք ձեզ կոչում, գիտեմ, որ նաև ծոռ ունեք, այ նոր սերնդի հետ, երիտասարդների հետ ոնց եք շփվում։ Ասած, գիտեք, ինձ հաճախ ես ասում են թաքցրու, որ այդքան տարի ես, տարեկանից ես չեմ թաքցնում։ Տարիները մարդու կյանքում ոչ մի նշանակություն չունի։ Մարդու կյանքում կան երջանիկ պահեր, կան շատ դաժան պահեր։ Եվ երջանիկ պահերը շատ ավելի քիչ են, քան այդ դաժան պահերը։ Կամ մարդը իր կյանքով, եթե հետարքիր ապրում, մի բան է իրանից հետո թողում, որը դարեր շարունակ կարող է։ Տեսեք, մենք գիտնականներ ունենք, ես չեմ համարում, որ Վիկտոր Համբարձումյանը մահացել է։ Նա այնց խոշոր բան է թողել, որ դարեր շարունակ նրան կհիշեն, քանի մարդկությունը գոյություն ունի։ Հիմա քնած մարդն ու մեռած մարդը ինչ տարբերություն։ Ես տարբերություն չեմ տեսնում։ Մարդը քնած ծնվում է, քնած է մեռնում է։ Այդ իր ապրած տարիները քնած են ապրում։ Ես մեկ եղել է ժամանակ, որ հարց եմ տալիս, ասում, ինչի ես բանը չես ուզում, ունևոր մարդ կնոջ, որ հնարավորություն է ընդհանրեն ճանապարհորդելու։ Ինչի՞ չէ, գնամ գամումը պատմեմ, բայց ասում եմ, ինչի պատմես, դու դարանից հաճույք կստանաս։ Դու կպատմես քո թոռներին։ Ես իմ թոռների հետ ընկերոջ նման եմ։ Նրանք կարող են ինձ հետ կիսվել, խորհրդակցել, ես թեկուզ իրանցից կարող եմ խորհուրդ վերցնել։ Իմ հաջողությունը կյանքի կայանմա նրանում, որ ես այն 5 տարեկան երեխուն էլ կարող եմ լսել, ունեմ լսելու ունակություն։ Ոնց են ձեզ դիմում թոռները, տատիկ են ասում։ Չէ, տատիկ չեն ասում, դե ես շատ շուտ տատիկ դարձա, ճիշտ ասած 39 տարեկանում ծնվեց առաջից թոռը, իր աղջկաս կեսուր կեսրար իմ ծնողների տարիքին էին, պես մեծ էր մի 10 տարիք աղջկանից։ Ինքը ասեց, ես խղճի խայթ եմ զգում, որ քեզ տատիկ ասի, Դավիթը մեծ թոռանս համար, նա ասեց էլֆո, ասելով մաներ գալի, երկրորդը ծնվեց, նա չթողեց, որ սա ասի տատիկ, երրորդը ծնվեց, նրանք չթողեցի, որ սա ասի, ու տենց էլ հիմա ծոռիկն է, գալիս է էլֆո, ես չգիտեմ ինչից է, շուտ եմ հասկանում երեխուն, չէին գլխին գնում երկար ժամանակ, որ այդ երեխին ջուր է ուզում, կասեր խփում էր ծնկից, որ ջուր դուզ դաղամ իրան էլի, էլֆո է ասում։ Այդպես էլ տատիկ չեք դարձել։ Չէ, տատիկ, գիտեք ինչ, տատիկը վատ բան չի։ Կատակում եմ։ Տիկին Էլֆրիդա, եւ մի վերջին հարց։ Դուք չնայած ձեր պատկառելի տարիքին գործունյա եք, էներգիայով լի, ինչ խորհուրդ կտաք 40 եւ ավելի տարիք ունեցող մարդկանց մեզ, որպեսզի նրանց կյանքն էլ հագեցած, բովանդակալից եւ որակյալ լինի։ Իրանց գտնեն կամքի ուժ, իրանց մեջ գտնեն ինչի են ընդունակ, ինչ կարող են անել, որ դա իրանց զբաղեցնի, իրանց հաճույք պատճառի։ Այդ մեկ։ Թեկուզ ամենահասարակ բանը։ Մարդկա սիրում է թխել, թող խորանա դրա մեջ։ Մարդկա սիրում է կարել, թող խորանա դրա մեջ։ Կարդալ։ Բոլորն թեկուզ ամեն մարդկա իր ամբողջ օրվա 1-2 ժամ իր օրագրի վրա է ծախսում։ Գրում է իր առօրյան նկարագրումը։ Բայց հենց տաշեղի նման շպրտվես ծովի ալիքների վրա, որ կողմ ուզեն այն կողմ շպրտի, այդ չեմ ընդունում։ Այդ տեսակ մարդկանցից մարդիկ խուսափում են։ Թե թոռներն են խուսափում, թե հարցներն են խուսափում, բոլորն են շրջապատում, բոլորը խուսափում են։